Պարոն Սիմոնյան, ԿՊ վարչությունը ավարտեց падգամավորներին ընտրելու այդ գործընթացը, ինչ սկզբունքով եք այս անգամ առաջնորդվել վարչությունը, ում է նախապատվությունը տալու։ Դե տեսեք, շատ կուսակիցներ, հիմնականում մարդիկ էին, ովքեր որ կուսակցական էին եւ որոնց որ մենք ճանաչում ենք, նաեւ կուսակցական գործունեության, ինչպես նաեւ падգամավորների գրեթե մեծ 99%-ը բացի մի քանի հոգուց նույնպես դիմել էին, եւ գիտեք ինչ պետք է ասեմ, որ բոլոր որոշումները 99% որոշումները կայացվել են համարյա կոնսենսուսով, այսինքն ամենամեծ տարբերությունը երևի եղել է 2-3 դեմ մնացածը կողմ կամ հակառակը տրամաբանության մեջ եւ շատ դրական, ճիշտ է, ծանր դժվար 6-7-8 ժամով նստած ենք եղել մի սենյակում, շատ բավականին լավ գործընթաց էր։ Նոր դեմքեր կլինեն։ Շատ հետաքրքիր է։ Դերասանների մասին է խոսում։ Դե դերասանների մասին խոսքը որն է, կա մի հաղորդավար, եթե չեմ սխալվում, հա, որը որ հանրային հեռուստատեսությամբ ինչ որ ծրագիր է վարում, ճիշտ ասած, հա, եթե չեմ սխալվում, ուրիշ որևիցե մարդ, որը որ ձեր ասած մասնագիտությամբ չգիտեմ, բայց տեսել եք էլի բոլորի դեմքերը, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ չեն անցել, հրապարակվել է։ Ինչ նոր Հայկ Սարգսյանն քիչ առաջ ասաց, որ ԿՊ վարչությունը մերժել է իր բողոքը եւ նա այլևս ցանկություն չունի մասնակցել լինելու ԿՊ ցուցակում։ Ինչ ենք անելու։ Ինքը գիտի ինչ ենք մերժել։ Ասում է որևէ պարզաբանում չի ներկայացվել իրեն։ Թափանցիկ չեք ասում։ Ես ցավում եմ, որ իր գնահատականը այդպեսին է, իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաեւ բոլոր մնացածին դե ասեմ, բոլոր մնացածին այտենց չի ներկայացվել, ոնց որ Իրանը ներկայացվել որպես գործընկեր եւ ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ Այդքան լուրջ պատճառները։ Տեսեք, դե չեմ պատրաստվում որևիցե գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի, հա։ Այսինքն դուք որպես հիմք ինչ եք ընդունել, նա հանրային տեսանկյունից այլևս ընդունելի չի, նրա կապերը օրինակ ենթամշակույթի քրեական, ուրեմն ես որևիցե մեկնաբանություն, իմ հետ կապված խնդիր չկա, այսինքն իմ հետ կապված որևիցե խնդիր չկա, ես հասկանում եմ, որ ով երբ որտեղ որ ժամանակահատվածում իրան ինչ հարցնում է, փորձում է իմ հետ կապված ինչ-որ խնդիր գտնի, ինքն էլ ցավոք սրտի չի ասում, որ չէ, դա չի խնդիրը, հույս ունեմ կնայի այս հարցազրույցը եւ դուք չեք պատճառում խոսքով։ Լսեք, ես չէի կարող այդ պատճառը լինել եւ ես ընդհանրապես պատճառ չէի 6 տարի ով ինչ հարցեր ասում, բուկմեյքերական գրասենյակները ես $1 միլիարդ 500 միլիոն դոլար փող եմ բերել, բայց դա որևիցե կապ չունեն ամեն ինչի հետ, ինչ որ տեղի է ունեցել։ Իրան հարցրեք, եթե ինքը կուզենա մեկնաբանի, ես որևիցե այլ մեկնաբանություն չեմ անելու, վարչության որոշումները հրապարակային են, իրեն էլ շատ լավ բացատրվել է, ցավում եմ, եթե ինքը չի հասկացել ինչի մասին է խոսքը, դերևս երևի դա եւս նույն խնդիրներից մեկն է, որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Դուք շփվում եք իրար հետ։ Անչափ բացարձակ։ Պարոն Սիմոնյան, Հարությունյանը զայրացրել է իշխանության միլիոնավոր դրամների պարգևավճարի բաժանումը գործադիրում հատկապես, որտեղ մինչև 9 միլիոնի է հասել վարչապետի պարագայում 11 միլիոնի ու աղքատության այս պարագայում այս փողերի շռայլ բաշխումը սեփական թիմակիցների միջև որքանով է ընդունելի ու ազնիվ։ Ուրեմն դրան նախ վարչապետը պատասխանել է իր երեկվա ասուլիսում, ես ուղղակի կավելացնեմ, որ այն մարդիկ, ովքեր որ ուզում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավ ապրի, պետք է ունենան մարդկանց, ովքեր որ դա իրականացնեն։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ պետք է դա իրականացնեն, չեն կարող լինել ոչ արեստավարժ, չեն կարող գալ ստեղ եւ դառնալ կոռուպցիայի ինչ-որ մի մասնիկ, որովհետև իրանց չի բավարարել եւ չի բավարարում այն աշխատավարձը, որը որ տրվում է, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են եւ ստանում են ոչ բավարար աշխատավարձ, իհարկե դա միգուցե էմպաթիա չի առաջացնում, որովհետև պաշտոնյան 20-30 տարվա մեջ ընկալվել է որպես հարուստ մի օլիգարխ, որը ձեռի հետ նաեւ պաշտոնյա է, բայց եթե դու ուզում ես ինքնաթիռը A կետից B կետ հասնի, քո ինքնաթիռը վարող օդաչուն պետք է արեստավարժ, լավ վճարվող եւ նորմալ որևիցե անձնավորություն լինի։
Օդաչուներն էլ են խնդիր առաջացնում։ Իհարկե, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա մարդկանց, ովքեր որ սեփական հացի խնդիր ունեն եւ վարկերի մեջ են եւ մեծ խնդիրներ ունեն եւ իրանց գալիս են շուտ տեղից փող են առաջարկում, այս ինչ բանը անելու համար եւ բերենք տնենք բարձրաստիճան պաշտոնյասակին հակում ունեցող այնուամենայնիվ դա կանի։ Դա բոլոր երկրներում է, բայց նորից եմ ասում, չի դուք լրագրողները միջև այս վերջերս ձեր մեջ լրագրողներ կան, որոնք շատ ավելի շատ գումար են ստանում, քան հասարակ ազգային ժողովի падգամավորը։ Դա նորմալ է, երեխեք։ Այո, կա, չէ։ Դուք բոլորի աշխատավարձը գիտեք Կարինեն օրինակ ինչքան։ Նա օրինակ եմ ասում Կարինեն ջան, քո հետ կապված չի։ Կամ որ գազան։ Ուզում Բայց դուք գիտեք, Ինչը։ լրագրողներից ով որքան աշխատավարձ։ Այո, որտեղ ես լրատվական կայք եմ ղեկավար, երբ որ ձեզ պետք է ալնում, ասում եք Ալեն Սիմոնյան, ինչքան լրատվական կայք կա ինձ եք վերագրում։ Ես արդեն քանի տարի է լրացնում եմ։ Նոր վերադառնանք հա թեմային։ Չի կարող մարդը, որ անընդհատ էկրանների առաջ է եւ ով պատահի, ով որոշում է, որ ինքը պետքա քաղաքականությամբ այդ մի քանի ժամ զբաղվի, վերջի բառերը ասի մարդը, որ պետքա Հայաստանի Հանրապետությունը ներկայացնի միջազգային կառույցներ, ասենք մարզիկների վրա օրինակ բերեմ, ասենք եկեք մարզիկներին գումար չտանք, մարզիկները չկարողանան հագնվեն, չկարողանան պարապեն, չկարողանան գնան, հետո ասենք բախի չենք մենք մեդալներ շահում եւ այլ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը այո կա, աղքատության դեմ պայքարը մղվում է, բայց Հայաստանի Հանրապետությունում կան ուսուցիչներ, որոնք ազգային ժողովի падգամավորից ավելի շատ են ստանում։ Հայաստանի Հանրապետությունում կան զինվորականներ, որոնք Հայաստանի Հանրապետության падգամավորից շատ են ստանում։ Տեսեք, ես բերեցի падգամավորական դաշտ, բայց նորից եմ ասում, ասենք բանկերի խորհրդի նախագահները Հայաստանի Հանրապետության նախագահից, վարչապետից, ազգային ժողովի նախագահից մի քանի անգամ շատ են ստանում։ Հիմա դուք ուզում եք, որ լինեն մարդիկ, ովքեր որ այնքան գիտելիք ու այնքան եռանդ ու այնքան աշխատանք դնեն, որպեսզի այդ աղքատությունը գնալով կչանա, թե ուզում եք, որ բոլորը, եթե այսինչ մարդիկ մի փոճուր զանգված կամ մի ինչ որ զանգված աղքատա, մնացածն էլ պետք է աղքատեն։ Հա, այդ տրամաբանությամբ 5 տարի աշխատել է։ Այլ ուժ Նարեկ Կարապետյան, երեք ասում էր, եթե իրենք իշխանության, Նարեկը Կարապետյան ասում էր, եթե մենք իշխանության ենք, մեր վարչապետը 1 դրամ է ստանալ։ Ես ուրախ եմ Նարեկի համար, չգիտեմ ինքով, անկեղծ ասած, թողի Մեր ձևով շարժման համակարգով։ Հա, լավ, շատ լավ է, բա ինչի միջև էս իրանք այդքան չէին ստանում։ Բա այն փողերը որ Հա, հասկացա, իսկ իր բանը, իր հայրիկը, երբ որ աշխատակազմի ղեկավարն էր Սերժ Սարգսյանի մի դրամ էր ստանում, զուտ հետաքրքիր է, կհարցնեք իրան, քանի դրամ է ստացել, լինելով բավականին հարուստ ընտանիքի ներկայացուցիչ, քանի դրամ է ստացել իր հայրիկը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն եղել, չէ՞, դե չեմ սխալվում։ Քանի դրամ է ստացել։ Դե հարցրեք, նա թող պատասխանի։